Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եթե երեխան սոցիալապես անապահով ընտանիքում է, պաշտպանված չէ կամ փաստ է։ Հիմա հենց այս փաստը ձեր բոլորի աչքի առաջ է։ Եթե այս երեխան սոցիալապես պաշտպանված ընտանիքում լիներ եւ այլն լիներ, հիմա ով գիտի, ես իհարկե չեմ խրախուսում, ոչ էլ ինչ-որ մեկին ուղղորդում եմ։ Այս ընտանիքի միակ ոնց որ սենց տերտիրականը ուժը այս երեխեքը կամ իրանց ընտանիքի անդամներ տեսնում են իրենց հորեղբոր մեջ։ Հորեղբայրն էլ ընտանիք ունի, նորմալ աշխատող տղա է։ Հիմա հորեղբայրը հանցագործ դարձրեցին հորեղբորը։ Հորեղբայրը ինչի պետք է գնար այդ քայլերին։ Ընտանիքը որ պաշտպանված լիներ, ընտանիքի այս հարցը արդեն իսկ նորմալ լուծում ստացած լիներ, հորեղբայրը կարող է գնար այդ հարցով դիմել։ Եվ մեկ հանգամանք էլ անդրադառնում, երեք նայում եմ ձեր իսկ կողմից նկարած, այդ Դավիթն էր ոնց որ թե ներս ա մտնում, այսենց կուրտկան գլխին քաշած։ Այսօր էլ գնում ա թույն ա խմում։ Այդ ամեն ինչը արդեն իսկ չի խոսում նրա մասին, որ ինքը այս ամեն ինչը արել է։ Հիմա ինչքան էլ հերքում տպիկ։ Ես ու Սյուզին շատ ենք այդ մասին խոսել։ Եթե իրենք ասում են մենք անմեղ ենք, այս ամեն ինչը մեզ զրպարտում են, իհարկե դա բացառում եմ ես, թող գար այդ օրը մենք կանգնած ենք, երեկվանից կանգնած ենք, գար կանգներ մեր դիմաց ասել դուք չեք ամանչում ինձ զրպարտում եք։ Չէ որ գողության ցենց մի հատ թեթև բանի մեջ չենք էլ իրան զրպարտում։ Եթե զրպարտում ենք ինքը հասկանում է որ չէ իր համար սա այլևս իր կյանքի, իր ընտանիքի համար սա ինչ հետևանք է ունենալու։ Գար պատիվ պահանջել մեզանից։ Ներողություն, քանի մի քանի օր շարունակ տեղեկատվությունը Սյուզի Բագրանի կողմից տարածվում էր, մենք տեսնում էինք զգուշ մի քանի նախադասության ներկումներ, ավելի շատ արդարացումներ ըստ էության, որ օրինակ ոստիկանները գործով զբաղվել են, քննչականը գործով զբաղվել է, հետո վերջում քիչ են մնում ասեն աղջիկները իրենք են մեղավոր, որ այդ դեպքը եղել է։ Հիմա սա ինչով է պայմանավորված, որտեղ դուք ասացիք, որ եթե օրինակ փետրվարի պատշաճ գործողություններ կատարվեն, ապա պետք է հանցագործություն չլինի։ Հիմա որի հարություններ հասկանան, ինչ ապարտարում, դուք ասացիք այդ մարդիկ էլ չգիտես լեսին ով չէին այդ անձիկ։ Ոստիկանությունը ավելի շատ ինձ պաշտպանվում է։ Տեսեք մի հատ հաղորդագրություն։ Կոչկելու հարցը թե հովանավորներ ունեն այս մարդիկ։ Կարծում եմ երկուսն իրար հետ, վերջից սկսեմ, իսկ ինչ վերաբերվում է այդ ձեր առաջին հարցին, երբ որ դուք հնչեցրեցիք, ուրեմն ասեմ, դեպքը երբ որ այս դեպքի մասին արդեն բացահայտումները եղավ, Սյուզին այս ամեն ինչը բացահայտեց, իրենք բոլորը կաշկանդված չէին, չէ՞, այդ ամեն ինչը հավոր պատշաճի իրականացնելու։ Գոնե 5 օրվա ընթացքում իրենց 6 ամսվա բացթողային, բայց տեսեք, անմիջապես ոստիկանությունը մի հատ հաղորդագրություն տարածեց, որ մենք մեր գործը արել ենք, գործն ուղարկել ենք քննչական, արդեն իրար վրա գցելու տարբերակը էլի սկսեց աշխատել։ Մի երեխու, բայց ուրեմն ձեզ ասեմ, ուրեմն մենք էլ իրանց հորդորում ենք աշխատել ու իրանց սահմաններում գտնվեն, որտեվ ես ձեզ հենց հիմա հայտարարում եմ, ոչ ոստիկանությունն է աշխատել, ոչ քննչականն է աշխատել։ Եթե ոստիկանությունը աշխատել է ու աշխատում է, ապա իրենք չպետք է ընկնեին, ասեն տուժողը բեր ցուցմունք տա։ Տուժողը որ ցուցմունք չտա, դուք ձեր օպերատիվ բլոկն ինչի համար է։ Մեկը մեկին մի հատ անդրավարտիկ եմ ասում, անդրավարտիկ։ Վերնաշապիկ է, նվիրում, ասում են ընտրակաշարքը մարդկանց տանում կալանավորում են։ 2 հոգի տարել են անընդհատ օգտագործել են 3 հատ հասուն մարդիկ, 2 հատ տարեց 65, 58, ես շատ գիտեմ քանի տարեկան մարդիկ տարել, 2 անչափահաս հիվանդ երեխեքի տարեշահագործել են, իրանց օպերատիվ բլոկը չի կարում աշխատի, եկեղեցի, գերեզմանոց, այգի, հələ մի հատ ասեք։ Չեմ ասում է, տարել են Երևան քաղաքի կամ Աբարանի, որ ծայրամասում, որ չիմանային։ Կողքով անցնողներն էլ են այդ ամեն ինչը իմացել, ինչն են աշխատել։ Քննչականը ինֆորմացիան ունեցել է, չէր կարողանում հանձնարարություն տալ, օպերատիվը լավ չէր աշխատել, իր գործառույթի շրջանակներում էս ամեն ինչը պարզել։ Հələ մի հատ ասեք փետրվարից գործը այսօր կանչում են, ասում են եկեք հարցաքննության, 3 նոր մի հատ առերեսում են անում ապրիլի վարույթով,
Այդպես լինում է, չի լինում այդպես։ Մենք բոլորը, ես 26 տարվա փաստաբան եմ 27 տարվա, ուրեմն մենք մեր վարույթներում այնքան ենք տեսել քրեական գործեր, սենց գործերը բնականաբար հաճախակի չի լինում։ Չեն ուզեցել անեն։ Եվ այս ամեն ինչը, ասում եմ, ծնելա ոչ թե կրկնահանցագործություն, այլ ես շատ վախենում եմ, որ վաղը կարող է մենք շատ ավելի վատ վիճակի մեջ հայտնվենք։ Ընտանիքի այլ անդամ ևս տուժացել են։ Դրա մտավախությունն էլ ունեմ։ Այդ ընտանիքի հովանավորը հորեղբայրն է, որ շատ նորմալ է։ Չէ, ուրիշ երեխա, դրա մտավախությունն էլ ես ունեմ։ Իսկ դրա մտավախությունը, քանի որ այս պահին ունեմ եւ դեռևս դրա վերաբերյալ եմ փորձում ենք համապատասխան տեղեկատվությունը հավաքել, դրա մասին էլ հաջորդիվ արդեն ելույթ կունենանք։ Կներեք մի հարցերի տաքսիստը, որ ասում է, ծնողները իրենց վճարել են, որ երեխաներին տանի դեպքոց վեր ինչ հանգամանքներ Վճարելու մասին ընդհանրապես խոսք չկա։ Ասում են դե պապայի ընկերն ա եղել, ասում են ընկեր։